Նորմալ է բայել իրան։ Ով եք դուք։ Սկզբից Բույանի տարից հետո մի քիչ հանգստացավ։ Հեռախոսը նայել ես։ Ոչ մի կասկածելի SMS չկա, որ շփվել է Դավոյի հետ։ Գոնե կասեք, թե ինձ ինչի եք առևանգել։ Ինչ ա ուզածներդ։ Կասենք, մի անհանգստացի։ Ով եք դուք։ Իսկ դու փորձի կռա ես։ Բեք։ Եթե ես այդ հարցիդ պատասխանեմ, ստիպված եմ լինելու քեզ սպանեմ։ Իսկ ես հələ չեմ ուզում քեզ սպանեմ։ Լսեք, եթե ամուսնուս եք փնտրում, ապա ասեմ, որ մենք համարյա բաժանված ենք։ Ու ես 1 ամսից ավել ծնողներիս տանն եմ ապրում։ Ու ես ընթացքում չեք էլ խոսացել իրար հետ։ Մի անգամ խոսել ենք։ Ինչի մասին։ Մեղադրում էր ինձ, որ ծանր պահին իր կողքին չեմ եղել։ Ես քեզ չեմ հավատում։ Դու գիտես, չէ՞ թե ով է իմ հայրը։ Ու եթե մտածում ես, որ մարսելու ես, սխալվում ես։ Դու լսի, ես գլոբալ թակած ունեմ, թե ով է քո հայրը։ Դու ավելի լավ մտածի, թե ոնց անես, որ ստեղից ողջ առողջ դուրս գաս։ Ես իրոք չգիտեմ, թե որտեղ է Դավիթը։ Իսկ որ իմանայիր կասեիր։ Չէ, չէի ասի։ Այ հիմա սուտ չես խոսում։ Հիմա ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Որովհետև դրանից քո կյանքն է կախված։ Ես ընդամենը ուզում եմ, որ դու ինձ Դավոյի հետ կապի հանես։ Ու ես գիտեմ, որ դուք իրար հետ գաղտնի շփվելու միջոց ունեք։ Չունեմ։ Էլի խաբում ես։ Լսի, դու ինչ ստի դետեկտոր ես։ Լավն է, գիտես։ Դուխն էլ տեղն է։ Եթե ես այսօր տուն չգնացի, մի քանի ժամից քաղաքի ամբողջ ոստիկանությունը ինձ է փնտրելու։ Չեմ փնտրի, որովհետև մենք քո հեռախոսից մորդ SMS ենք գրել, որ դու այսօր ընկերու տանն ես մնալու։ Կարոջի լսի քեզ ինչ եմ ասում։ Դու ընդամենը մինչև առավոտ ժամանակ ունես, որ ինձ Դավոյի հետ կապի հանես։ Հակառակ դեպքում այդ սիրուն մռութը դանակով նենց կայլանդակ են, որ ոչ մի պլաստիկ վիրաբույժ չի կարա այդ հավաքի։ Սրան ոչ հաց կտաս, ոչ ջուր։